Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, եթերում հարցազրույցի ժամ է եւ այսօր ես զրուցելու եմ Լուսինե Ազնաուրյանի հետ։ Կարծում եմ շատերդ ծանոթ եք Լուսինե Ազնաուրյանի, նա IT ոլորտի կառավարման մասնագետ է, Facebook-յան հարթակում շատ ակտիվ է իր քաղաքական գրառումներով եւ մենք որոշեցինք այսօր հարցազրույց ունենալ հենց իր հետ։ Ողջույն Լուսինե։ Բարի երեկո Արմինե ջան։ Շնորհակալ եմ Լուսինե ջան, որ համաձայնեցիր մենք զրույց ունենանք միասին, կարծում եմ հետաքրքիր հարցազրույց կլինի, որովհետև հետաքրքիր գրառումներ ես անում, հետաքրքիր մտքեր ես արտահայտում եւ կարծում եմ մեզ դիտողներին էլ հետաքրքիր կլինի։ Առաջինը, որ ինչի մասին ուզում եմ, որ մենք խոսենք, ինձ շատ հետաքրքիր է դու որպես ազգային ժողովրդավարական բևեռ ընտրող Հայաստանի քաղաքացի առաջին մարկանցից էիր, ով հրապարակային իր կամ արտահայտություն արեց Facebook-յան հարթակում, դա հունիս ամիսն էր, ընտրությունների հունիսի 7-ից առաջ, պարզ է, երբ դու հրապարակային հայտարարեցիր, որ ընտրելու ես ազգային ժողովրդավարական բևեռին։ Հետաքրքիր է, ինչը քեզ դրդեց, ինչ առաջնորդությամբ դու որոշեցիր, որպեսզի ընտրես ազգային ժողովրդավարական բևեռին։ Արմինե ջան, իմ կարծիքով շատ թեքիչ գիտակից քաղաքացիներին այդտեղ առանձնապես մեծ ընտրություն չկար, հա։ Այն թեկուզ ես հասկանում եի, որ երևի շատ ձայներ չի հավաքի բևեռը, բայց այնուամենայնիվ գոնե ըստ ինձ շանս ուներ անցնելու ազգային ժողով։ Թեկուզ եթե տոտալ, այսպես վարչական ռեսուրսի օգտագործում եւ խախտումների այլ ուղղակի կամ անուղղակի միջոցներ չօգտագործվեին, կանցներ։ Գուցե 30-40% չէր հավաքի, բայց ազգային ժողով կանցներ։ Ընտրությունն այստեղ շատ սահմանափակ էր։ Ցավոք սրտի Հայաստանում ամբողջ երևացող քաղաքական ուժերը, այսինքն ընդդիմություն կլինի դա, թե իշխանությունը կլինի երևացող, հա, նրանք, որոնք հասարակությանը երևում են, դրանք դրսից կառավարվող ուժեր են։ Եվ դրանց համեմատ բնականաբար տակը մնում էր միայն բևեռը։ Գուցե փոքր ուժեր կան, որոնք էլի կապված չեն դրսի հետ, թեկուզ միևնույն է, հավանականությունը շատ փոքր է դրանց, բայց մեծ ուժերից, երևացող ուժերից նրանց մեջ անկախ ուժեր գոյություն չունեն։ Ես չեմ կարծում, ավելի ճիշտ ես համարում եմ, վստահ եմ, որ Հայաստան 1918 թվականից հետո գրաված պետությունը, 20-ից հետո, հա, 1920-ից, այսինքն անկախ եղել է, գուցե կիսա անկախ եղել է մոտ 2 տարի, 1918-ից 20 թվերը, եւ դրանից հետո ինքը գրաված է, օկուպացված է, եւ ընդ որում տոտալ օկուպացված է։ Այնպես չէ, ինչպես Վրաստանը, հա, շատ ավելի խորը եւ շատ ավելի կոպիտ ու կոշտ ձևով է օկուպացված։ Հայաստանում շնչել իսկ հնարավոր չի առանց օկուպանտի գրավողի թույլտվության, ու այդ պայմաններում մեր ընդդիմությունները, մեր բոլոր շատ թեքիչ երևացող քաղաքական ուժերը, քաղաքական վերլուծաբանները, որ անհավանական մտքեր են արտահայտում, որոնք ոչ մի զուգահեռ իրականությունում երբեք տեղի չեն ունենում եւ չեն ունենա, հա, բայց նրանք արտահայտում են դրանք, այդ մտքերը հեռարձակվում են հանրայինով, այլ բաներով, հեռուստաընկերություններով, հա, այդ բոլորը դրսից ուղղորդվող, դրսից կառավարող, բավականին ցածր ինտելեկտով, ցածր գիտելիքներով մասսաներ են։ Այդ ֆոնի վրա այստեղ ուրիշ ընտրություն պարզապես չկար։ Դեմոկրատիան, ժողովրդավարությունը ինքը ռեսուրսների ընտրություն է։ Նույնիսկ ամենաժողովրդավար երկրներում, որոնք չեն կառավարվում դրսից, որոնք ինքնիշխան են եւ այլն, հաղթում է նա, ով ավելի լավ PR թիմ ունի, հա, ով ավելի լավ մարքեթինգի թիմ ունի, ու դա գաղտնիք չի։
Իսկ ավելի լավ մարքեթինգ եւ ավելի լավ PR թիմ ունենալու համար ավելի շատ ռեսուրսներ են պետք։ Ով ունի ավելի շատ ռեսուրսներ, նա էլ հաղթում է։ Պարզապես ինքնիշխան պետության դեպքում ընտրությունը այսպես թե այնպես ինքնիշխան ուժերի մեջ է, տարբեր գաղափարախոսությունների, բայց ինքնիշխան ուժերի միջև է։ Մեր նման երկրում ընտրություն ընդհանրապես չկա։ Ես պարզապես հույս ունեի, որ օքեյ, գոնե ուժ չունեցող, բայց գոնե այդ ընդդիմադիր ֆոնը ապահովելու համար այնուամենայնիվ թույլ կտան, որ Բևերը իր արդարացիորեն ստանա իր հասանելի ձայները եւ անցնի ազգային ժողով, բայց ասենք ինչպես թեկուզ այնտեղ էլ, հա, ինչպես Սերժի ժամանակ Նիկոլն էր ազգային ժողովում լավ աղմուկ անում, բայց թեկուզ պիտի ընդունենք, որ սա այդ դեպքը չի, որովհետեւ Սերժի ժամանակ էլ, հա, եթե Նիկոլը ընդդիմություն էր, ապա ինքը այդ կառավարվող ընդդիմությունն էր։ Այսինքն այս դեպքում Բևերը էլի շանս չուներ, որովհետեւ այստեղ այն ժամանակ Սերժն էր իշխանություն եւ Նիկոլը ընդդիմություն էր, հիմա օքեյ, Նիկոլն է իշխանություն եւ բացահայտ ռուսամետ ուժերը իրանք խաղան ընդդիմության դերը։ Այսինքն նա այսպես թե այնպես Բևերը շանսերը չնչին էին, բայց միևնույն է, նույնիսկ եթե 0 լինեին, նույնիսկ եթե ես 0 համարեի, Բևերը շանսերը միևնույն է, ձեռքդ չի գնա, դու գնաս ու fake ընդդիմություն ընտրես, հասկանալով, որ սա fake է, հանուն ինչի, դե ուրեմն մի գնա ընտրության ընդհանրապես, սենց ասենք, կամ պիտի չգնայինք, կամ պիտի ընտրեի Բևերին։ Սիրում են, հա, բանին, ինչ է, Կարապետյանին ասել կալուգացի։ Կարապետյանը չի, որ կալուգացի է, դա Հայաստանն է, որ կալուգա է, իր իշխանությունով, իր ընդդիմությունով, իրանց միջև այդ տոտալ ատելությամբ, հա, արյան թշնամությամբ, չգիտեմ, այնտեղ եռագլուխ հրեշ են մեկը մյուսին անվանում, չգիտեմ, ինչ որ սնկեր կերած տոլի, չգիտեմ ինչեր, ծխած են իրար անվանում, ես չեմ իմանում, հա, շատ բարձր մակարդակի այսպես ածականներ են իրար կպցնում, շատ ինտելեկտուալ հակամարտություն է իրանց միջև, հա, այս ամբողջը, այդ բոլորով միասին կալուգան, սա կալուգայում ենք մենք բոլորս։ Գլոբալ պատկերը պարզ է ասելով, ես ինչպես արդեն կռահում եմ, երևի խոսքը նրա մասին է, որ էլի մենք ունեցանք նույն խորհրդարանական, հա, ընդդիմություն եւ դիմություն, իշխանություն եւ ընդդիմություն պատկեր, այսինքն անընդհատ նույն շրջապտույտի, նույն շրջանակի շուրջը մենք պատտվում ենք եւ հետեւաբար իրոք հիմա իհարկե արդեն եւ որոշում կա խորհրդարանական ընդդիմության կողմից, որ իրենք վերցնելու են մանդատները, բայց որքան նաև կարծում եմ եւ դու եւ ես հետևում ենք մանավանդ Facebook-յան հարթակում շփումների մեջ էլ մարդիկ կարծես խաբված լինեն, որովհետեւ իրենք որոշ զանգված համենայն դեպս եւ դա չենք կարող ասել ոչ քիչ զանգված հույս ուներ, որ Նիկոլից հնարավոր է ձերբազատվել, բայց արի ու տես, որ մենք ունենք այն, ինչ ունենք։ Իսկ հետաքրքիր է նաև դու ինչ կարծիք ունես ընդդիմության մանդատները վերցնելու այդ հարցում, ինչ կարծիք ունես, պետք էր արդյոք, որ ընդդիմությունը վերցներ մանդատները եւ արդյոք մենք մոտակա տարիներին, չասեմ 5 տարիներին, որովհետև շատ կանխատեսումներ կան, որ այս խորհրդարանը 5 տարիների կյանք չի ունենալու, բայց համենայն դեպս որքան որ կյանք կունենա այս ընդդիմությունը, այս խորհրդարանը, ինչ ես կարծում, ինչ պատկեր կլինի, հնարավոր է մենք այլ պատկեր ունենանք իշխանություն եւ ընդդիմություն այս ընդհանուր իշխանության մեջ, թե կլինի նույնը, ինչ տեսել ենք 2021-26 թվականների ընթացքում։ Ասեմ, Արմինե ջան, ինչ պատկեր կլինի խորհրդարանում կամ ընդհանրապես հայաստանյան իշխանությունը, դա ցավոք սրտի պայմանավորված չի Հայաստանի կամ ներհայաստանյան իրադարձություններով։ Այս նորից վերադառնանք 1920-ից հետո Հայաստանում որոշողը Ռուսաստանն է, ոչինչ այստեղ չի կարող լինել
ոչ մի ընդդիմություն, ոչ մի դիմություն, ոչ մի ձայների բաշխում, ոչ մի ուժերի բաշխում, հա, չի կարող լինել առանց Ռուսաստանի կառավարման։ Ուզում եք իմանալ արդյոք կփոխվի այստեղ կառավարող ուժերը իրենց դասավորվածությունը կփոխեն, թե չէ։ Okay, ուրեմն պիտի նայենք Ռուսաստանում ինչ տեղի կունենա։ Այս խաղը, հա, սրա վտանգը կար, որ այն պահին, երբ որ Ռուսաստանը կթուլանա, մեզ կհանձնի Թուրքիային։ Մենք վատ կատակ էինք անում, հա, սև հումոր էինք անում, երբ որ կանխատեսում, ինչ որ մարդիկ կանխատեսում էին Ռուսաստանի առաջիկա թուլացում, ասենք դա 10 տարի առաջ, հա, կանխատեսում էին, մենք էլ սև հումոր էինք անում, ասում էինք, միևնույն է Հայաստանը կգտնի թե ում տակ մտնի, հա։ Պարզվեց, որ մեր այդ սև հումորը իրականություն էր իրականում, հա, այսինքն այդ հումորի մեջ ինչ որ ճշմարտության մաս կար։ Սև հումորի մի մաս էր նաև, որ հենց Թուրքիայի տակ կմտնի։ Այսինքն ստացվում է սա ազգային մենթալիտետ է արդեն, որ անպայման ինչ որ տերեր պետք է Չէ, սա ազգային մենթալիտետ չի, սա մեր օկուպացիայի աստիճանի խնդիրն է։ Մեզ տոտալ են օկուպացրել։ Ես նշեցի, հա, որ Վրաստանը մեզնից ավելի քիչ օկուպացված է։ Վրաստանում իշխանության կարող են գան ռուսամետ, այսինքն գալը որն է, բերվեն, հա, ռուսամետ ուժեր, բայց ոչ տոտալ թշնամիներ։ Հնարավոր է նաև դա Ռուսաստանի շահերով է պայմանավորված, հա, Ռուսաստանի ու Թուրքիայի հետաքրքրություններով է պայմանավորված։ Հնարավոր է Վրաստանի նկատմամբ Թուրքիան չունի այդ աստիճանի խորը հետաքրքրություն, ինչպես Հայաստանի նկատմամբ, դրա համար թույլ է տրվում, Ռուսաստանի կողմից թույլ է տրվում, որ այնտեղ լինեն, այո, ռուսամետ, բնականաբար դա անհրաժեշտ պայման է, բայց ոչ տոտալ կոլաբորանտ ուժեր, հա, իսկ մեր մոտ հնարավոր է, բայց ինչևէ դա մենք չենք որոշում, Արմենե ջան, դա պայմանավորված չի մեր ազգի հատկություններով, դա պայմանավորված չի մեր հասարակության հատկություններով։ Մեր հասարակությունը 10 տարի առաջ շատ ավելի կուլտուրական հասարակություն էր, հա, ես երբ որ 10 տարի առաջ նայում էի թե Facebook-ում ադրբեջանցիները ինչ բառապաշարով, ինչ բառամթերքով, ինչ մակարդակի, հա, ասենք 3-րդ դասարանի, 2-րդ դասարանի մտքեր էին արտահայտում, ես ասում եմ, եղա քեզ Տեր Աստված, այս երկիրը էս ինչ է, սրանք միջնակարգ դպրոց էլ չեն ավարտում, չեմ հասկանում, սա ինչ վիճակ է։ Հրաշք, հիմա մենք ենք այդ մակարդակին։ Այնպես չի, որ 10 տարում մեր կրթական մակարդակը այդ աստիճանի է տապալվել։ Բնականաբար իջել է, բայց ինքը չէր կարա այդ աստիճանի տապալվել։ Էլիտան կառավարում է հասարակությանը, ինչպիսին կլինի էլիտան, այնպիսին կլինի հասարակությունը։ Սխալ է այն միտքը եւ կեղծ է այն միտքը, հա, դա բոլշևիկներն ու իրանց հավատարիմ հետևորդ Լևոն Տեր-Պետրոսյանն են այդ միտքը մտցրել մեր հասարակություն, թե ազգը իր գլխին բերում է իր նմանին, հա, ազգն է, ոնց ազգն է, նենց էլ իր անարժանին է բերում։ Չէ, տենց բան չկա։ Դա բացահայտ բոլշևիկյան գաղափարախոսություն է, պրոպագանդա է։ Ազգը չի, հասարակությունը չի իր գլխին էլիտա որոշում, դա էլիտան է որոշում, թե ինչպիսի տեսք եւ դեմք ունենա ազգը։ Եթե էլիտան գալիս է ճղճին, նվաստ, անկիրթ, անմակարդակ լումպեն, ապա հասարակությունը դառնում է այդպիսին։ Եթե էլիտան կիսագողական, ասենք, հա, Սերժի Քոչարյանի նման ինչ որ այս կարգի բանա, հասարակությունը դառնում է իրանց նման, հա։ Մենք երևի լսած կլինեք, հա, այդ արտահայտությունը, որ վայ, ես ինչ ազգ էր, Ստալինի ժամանակ, չգիտեմ, 3 միլիոն տորի 30 միլիոն բան գրեցին իրար վրա, դանոս գրեցին իրար վրա, հա։ Այդ ոնց է տենց եղավ։ Որ ազգը չի, հասարակությունը չի։ Բնականաբար ռուսները հայերից տարբերվում են, բայց այստեղ դա նշանակություն չունի այս դեպքում, հա։ Երբ որ իշխանությունը սկսում է խթանել եւ աջակցել որոշակի ինչ որ մի հատկություն կամ գործողություն, հասարակությունը սկսում է դա անել։ Ստալինի ժամանակ, ասենք, ով որ դանոս էր գրում, իրան տալիս էին այն մարդու ունեցվածքը, ում վրա դանոս էր գրել, այսինքն այդ մարդուն ուղարկում էին աքսոր, ու իր ունեցվածքը տալիս էին այդ դանոսը գրողին։ Բնականաբար դանոս գրողները կամ կողքի հարևանը, որ դանոս չէր գրում, նայում է այդ երևույթը, տեսնում է ու հասկանում է, որ սա իշխանությունը աջակցում է եւ խրախուսում է այս երևույթը։ Հասարակությունը միշտ գնալու է այնտեղ,
որտեղ եւ ինչը խրախուսվում է իշխանության կողմից։ Հասարակությունը նայում է, տեսնում է իր իշխանությունը պերաշկի ուտող է, հա, փնթի անշնորհիվ, ինքը դա հետևից կրկնա, որտեղ հասկանում է, որ սա է հիմա մոդան, սա է հիմա գնահատվող, այս արժե համակարգի ներկայացուցիչներն են գնահատվող։ Այսինքն մենք ստացվում է, որ միշտ հենց էլիտան ներկայացնում է առաջարկը, ոչ թե պահանջարկն է ձևավորում առաջարկը, այլ ըստ առաջարկի ձևավորվում է պահանջարկը եւ սպասարկումը։ Այո, եւ նշեմ այստեղ, որ Ռուսաստանը այդ մեթոդներին շատ լավ տիրապետում է։ Իրանք հենց շատ ընտիր ձևով կառավարում են այդ ստեղծված պահանջարկը, իրանք ստեղծում են այդ պահանջարկը եւ դա կառավարում են։ Ընտիր տիրապետում են այդ գիտելիքներին։ Հետևաբար, երբ որ մենք սկսում ենք մեզ խարազանել, հա, ինքնախարազանմամբ զբաղվել, թե վայ, էս ինչ ազգենք, հա, իհարկե, կարելի է նայել, թե Facebook-ում, ասենք, 60 տարեկան կանայք ինչեր են գրում բոլորին, տղամարդկանց ինչեր են գրում, ջահել կանանց ինչեր են գրում, ջահել կանանց երեխաների հասցեին ինչ անեծքներ են գրում, հա, կարելի է նայել դա ու ասել, մեղակ ես դերասված, էս ինչ ազգ է, վառեք թող այլևս երկրագնդի վրայով չքայլի էս ազգը, իհարկե կարելի է, հա, բայց դա ստեղծված է։ Այդ նույն 60 տարեկան տատին կարա լինի այդ ահավոր կեղտաբերան, այլանդակ, անիծող, հա, երեխաներին, մանկահասակ երեխաներին մահ ցանկացող, բառացիորեն սպառնացող ինչ որ մի առանձնյակ, որին մարդ չես կոչի, եւ միևնույն ժամանակ, եթե այդ մարդուն ճիշտ դաստիարակի էլիտան, հա, դաստիարակությունը ինչի համար է, հենց դրա համար է չէ ախր։ Եթե այդ մարդուն ճիշտ դաստիարակեն, այդ նույն 60 տարեկան տատին կլինի շատ վեհանձն, շատ բարի կամեցող եւ այլն բոլոր դրական հատկություններով օժտված անձնավորություն, որին կնայես ու նրանով կհիանաս, այլ ոչ թե կասես, մտքումդ կասես վառեք թող երկրագնդի վրայով սա չքայլի, հա, սա վիրավոր անգամ մարդու ցեղին, մարդ հասածին տեսակին, էլիտան է որոշում։ 10 տարի առաջ մենք Ղարաբաղը մերն է, Արցախը մերն է, ոչ ոք չէր կարող նույնիսկ պատկերացնել նման միտք, որ մենք մի օր կասենք, դա շատ պետքներ է սա։ Այո։ Իսկ այսօր հասարակությունը, մեր հասարակությունը հիմա տոնում է Արցախի կորուստը։ Բեր արդեն նույնիսկ բեր է Արցախը այնքան ասվեց, պրոպագանդան այնքան աշխատեց, որ արդեն ասում են, հա դե ճիշտ էին ասում էլի, բերից ազատվեցինք, բայց Լուսինե շատ մենք խորքային խնդիրների մասն ենք իհարկե խոսում, բայց ելնելով այն ինչը որ տեսնում է հիմա դաստիարակության մասին խոսելուց, չէ որ հենց այդ էլիտաները հիմա մեզ լսողները դաստիարակել պետք է հենց էլիտաները հենց իրենք են նաև հասարակությանը դաստիարակում, որովհետև եթե դու տեսնում ես խորհրդարան, որը ինքը падգամավոր է, հա, падգամավորը դա կոչում է, ինքը պետք է ժողովրդից падգամ բերի։ Եվ դու տեսնում ես, որն է իր падգամը, երբ կանգնած ամբիոնի առջև, չգիտեմ, ոչ վիրում են, գորգորում են, վիրավորում են, ամենաայլանդակ խոսքերն են օգտագործում եւ ակնարկից չկա այստեղ կառավարման, պետության կառավարման կամ քաղաքականության մասին։ Բացարձակապես այստեղ միայն խուժան, փողոցային խուժանի քննարկումներ են, իրենց բառերով ասած բազարներ են։ Այո, շատ տեղին նշեցիք Արմինե ջան, բա որտեղից էս էլիտաները, հա։ Ահա, նորից հետ ենք վերադառնում մեր օկուպացված երկրի փաստին, հա։ Ցավոք սրտի, օկուպացնող երկիրը մեր միջից հենց ջոկելու է, ընտրելու է, գտնելու է վատթարների միջից վատագույններին գտնում է եւ բարձրացնում բերում է իշխանության։ Նման ձևով են մեր էլիտան դառնում, հա, իշխանությունում հայտնվում, էլիտայում հայտնվում մեր հասարակության ամենավատերը։ Ոչ մի կերպ հնարավոր, եթե լինի օբյեկտիվ ընտրություն, եթե լինի օբյեկտիվ պայմաններ, այդ մարդիկ այդ գիտելիքներով ախր մի հատ նայեք, հա,
ասենք ինչա մեզանից մեր իշխանության գիտելիքները, մեր իշխանության ներկայացուցիչների գիտելիքները, նրանց աշխատանքային փորձը միատնակ, որևիցե մեկը ասենք 2 տարուց ավել որևիցե միտեղ չի աշխատել, որևիցե մեկը կայուն աշխատանք չի ունեցել, հաջողությունների չի հասել այդ աշխատանքի վայրում, ինչ որ թռի-վռի, ինչ որ մի մասը գրանտներով Թուրքիայում մագիստրական կրթություն ստացած, հա մեկը չի, որ քանի հոգի ասենք Թուրքիայում այնտեղ Էնվերի ու Թալյաթի նկարների ֆոնին ինչ որ չգիտեմ ելույթներ, ինչ որ այս կարգի մարդիկ, որոնք ոչ մի հստակ եւ կայուն աշխատանք չեն ունեցել, աշխատանքի վայրում հաջողություն չեն ունեցել, հա չեն հասել, ու այս մարդիկ մեկ էլ դարձել են իշխանություն։ Եթե ուզում ենք հասկանալ, թե ինչա տեղի ունենում Հայաստանում, պետք չի այդ Հայաստանի այդ շատ կեղտոտ միջավայրի մեջ շատ խորանալ, շատ խորանանք կեղտի մեջ ինքներս էլ կկեղտոտվենք։ Պետք չի, պետք է նայել այնտեղ, որտեղից որ կառավարվում է այս երկիրը։ Եվ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ անցյալ շաբաթ եւ կարծես դեռ շարունակություն է ունենալու Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը։ Իհարկե ինչ որ չափ դա նաև անակնկալ էր հայ ժողովրդի համար, ես շեշտում եմ հայ ժողովուրդը, որովհետև ըստ էության համաձայն եմ քո այն մտքի հետ, որ Հայաստանում չկա ինքնիշխանություն, ինքնակառավարում, բացարձակ մանավանդ վերջին տարիներին, կարելի ասել 20 թվականից հետո շատ ավելի ընդգծված, Արցախի հայաթափումից հետո շատ ավելի ընդգծված, մենք տեսնում ենք, որ արտաքին կառավարման ներքո է Հայաստանը։ Համենայն դեպս հայ ժողովուրդը շատ տարբեր կարծիքներ եւ տարբեր ուրեմն վերաբերմունք ցուցաբերեց Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչմանը, իհարկե առաջարկը եղավ Իսրայելի արտաքին գործերի նախարարի կողմից, այնուհետև արդեն վարչապետի մակարդակով, հիմա արդեն նույնիսկ 3 Facebook-յան հարթակում կար ինֆորմացիա, որ արտահերթ քննարկում կարող է լինել այսօր եւ վաղը եւ արդեն Կնեսետում ճանաչվի, դա վերջին, այսպես ասած, այդ ընթացակարգի վերջին կետն է, որ ամբողջությամբ արդեն հաստատված է, բայց համենայն դեպս պարտադիր է, որ նաեւ Կնեսետում այդ ուրեմն որոշման մասին խոսվի։ Ինչ կարծիք ունես դու Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, հաշվի առնելով հենց հայ ժողովրդի վերաբերմունքը հրեաների նկատմամբ, այն փաստերից մեկը, որ 20 թվականին հենց Իսրայելը օգնեց Ադրբեջանին, որպեսզի Արցախի օկուպացիա եւ Արցախի գրավում լինի։ Նախ անպայման նշենք, որ ես դուք էլ շատ հստակ հասկանում եւ գիտակցում ենք այն փաստը, որ Իսրայելը լուրջ ազդեցություն է ունեցել Արցախյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակին։ Եվ բնականաբար մենք չենք պատրաստվում այդ փաստը ինչ որ ձևով քողարկել, սվաղել, լղոզել, հա, կամ ավելի փոքրացնել։ Լուրջ եւ մեծ դեր ունեցել։ Հա, հնարավոր է ինքը չունենար այդ դերը Թուրքիան կունենար, Թուրքիան չունենար Ռուսաստանը կունենար, հա, Պակիստանը կունենար, ես չգիտեմ, հնարավոր է, բայց դա չի նշանակում, որ դրանից Իսրայելի մեղքը պակասում է։ Բայց ես շատ երկար ժամանակ, հա, այդ 20 թվականի պատերազմից հետո շատ երկար ժամանակ զբաղված էի ամեն հարմար ու անհարմար հարթակում Իսրայելին բավականին կոշտ ձևով քննադատելով, եթե մեղմ ասենք, հա, քննադատելով, որովհետև դա ոչ մի կերպ չի կարող ընդունվի ցեղասպանված ազգի կողմից գալ եւ մեկ այլ ազգի ցեղասպանությանը մասնակցելը, դա ոչ մի կերպ հնարավոր չի արդարացնել, ինչքան էլ որ, հա, ասում են, որ դա իրանց պետության շահն է, այդպես է, նացիստների պետության շահն է, պահանջում էր, որ հրեաներին ցեղասպանեին, բայց ինչու եք դրանից նեղվում, հա, եթե դա ձեր պետք է, իսկ իսրայելցիները ասում են,
վանանել, ֆիքսել այդ դրա վրա շեշտը դնել, որ դա մեր պետության շահն է։ Մենք չենք եկել ձեզ ցեղասպանելու, մենք չենք եկել ձեզ կոտորելու, Արցախում մեր պետության շահն է։ Սիրում են դա ասել, դա իրանց հակափաստարկն է, հա։ Բայց ասում եմ, այդպես է, դե գերմանացիների շահից էլ գալիս էր, որ ձեզ կոտորեին, ցեղասպանեին, մի նեղացեք հիանալի է, հա, բոլորդ իրար արժեք կարելի ասել։ Այո, շատ կոշտ Իսրայելը հենց հիմա էլ զբաղված է պաղեստինցիների մեղմ ասած կոտորելով, չնայած դե պաղեստինցիներն էլ թուրքամետ ազգ են, դրանին մենք այդ կապակցությամբ չպիտի առանձնապես շատ դարդանենք, չնայած մարդկային տեսակետից, հա, հումանիստական տեսակետից միևնույնն է մի քիչ ծանրադանդում, այդքան էլ չի մարսվում։ Ինչևէ, բայց լավ կլներ, որ մենք իհարկե լինեինք գիտակից հասարակություն, բայց նորից, հա, մենք անգիտակից էլիտաների վատ PR-ի ու վատ գովազդի ազդեցության տակ ենք, եւ մեր հասարակության կրթական մակարդակը թույլ չի տալիս, որ նա ինքնուրույն կարողանա ձևավորել իր կարծիքը նման իրադարձությունների մասին, ինչպիսիք օրինակ, հա, Իսրայելի արտաքին քաղաքականության փոփոխությունն է, ընդ որում հիմա իշահ մեզ։ Ես չեմ կարող ասել Իսրայելի իրական նպատակները, թե ինչ պատճառով այս պահին ինքը սկսել Թուրքիայի հետ իր հարաբերությունները փչացնել։ Հնարավոր է շատ կարճաժամկետ եւ փոքր շահի համար է ինքը դա անում, բայց ես նորմալ եմ վերաբերում, որ պետությունը իր շահի համար գործի։ Շատ վատ կլներ, եթե շատ վատ է, այ օրինակ ինչպես մեր պետության դեպքում, հա, երբ որ պետությունը իր շահերից չի գործում, այլ սկսում է ինչ-որ էմոցիաներից կամ ուրիշի շահերով առաջնորդվել։ Դա շատ վատ է, նորմալ պետությունը բնականաբար իր շահով պիտի առաջնորդվի, ու շատ նորմալ է, ավելի ճիշտ շատ լավ է, մենք պիտի շատ գոհ ու երջանիկ լինենք, որ Իսրայելի նման պետության շահը այս պահին համընկել է մերի հետ։ Իհարկե ցանկալի է, որ դա երկարաժամկետ համընկում լինի, հա, բայց հնարավոր է, որ կարճաժամկետ էլ լինի։ Մենք սիրում ենք, մեր հասարակությունը սիրում է ամեն ինչում մեղադրել հրեաներին, ներկայացնել նրանց համարյա աստվածներ, հա, տամպլիերները հրեաներ են, չգիտեմ, մասոնները հրեաներ են, աշխարհը մասոններն են կառավարում, Ռուսաստանը հրեաներն են կառավարում, Ամերիկան հրեաներն են կառավարում, Թուրքիան հրեաներ, բոլոր ամեն ինչը հրեաներն են կառավարում, բայց այ մի անգամ հրեաների շահը համընկել է մեր հետ, քան թե մենք կարճենք այդ հնարավորությունից, մենք սկսում ենք հենց այնպես, հա, քարկոծել Իսրայելին։ Տիպը մեզ պետք չի, այդ աշխարհը կառավարող այդ ուժը մեզ պետք չի, մենք յոլա գնանք առանց դրա։ Մենք այս սուտի մուտի 3 միլիոնանոց պետությունս պատրաստվում ենք հանուն արդարության, որում համաշխարհային արդարության, հա, ոչ մեր, այլ հանուն համաշխարհային բարոյականության եւ պաղեստինցիների նկատմամբ, հա, բարոյականության, մենք պատրաստվում ենք քարկոծել աշխարհի տեր համարվող Իսրայելին։ Հիանալի մոտեցում է, հա, ինչ ասեմ, sense ասենք, մահապարտ իսկ նման մոտեցում երևի չէր ունեն, բայց դե հիմա ազգը հասարակությունը չունի այդ գիտելիքները, էլիտան էլ ամեն ինչ անում է, որ երբևիցե չունենա։ Ես զարմացած եմ, բայց բնականաբար շատ ուրախ եմ, որ այս պահին Իսրայելի շահը համընկել է մերի հետ։ Շատ հուսով եմ, որ դա երկարաժամկետ բան կլինի, այլ ոչ թե կարճաժամկետ, որովհետև Իսրայելի քաղաքականության մեջ այդ երևույթը կա, երբ որ մեծ բանը օգտագործում են մի փոքրիկ շահի համար։ Երբ էր 2000 որ թվին էր, երբ որ Իսրայելի ներկայացուցիչները եկան Հայաստան, առաջարկեցին զենք իրենցից գնել, հա, ասվում էր, որ դիմացը իրենք ակնկալել են Գյումրիում պահեստների վարձակալության թույլտվություն, այսպես ասած, ճանապարհային հաբի վերածելու համար, հա, օդային ճանապարհի մասին է խոսքը, դե մենք ինչ պատճառաբանություն ասես գտանք մերժեցինք, կանենք, որովհետև մենք չենք կառավարում մեր երկիրը, հա, մեր երկիրը կառավարում է մեր թշնամին, դրա համար մենք մեր շահից ելնելով չենք անում, դրանի պատասխան Իսրայելը մեզ թողեց ու գնաց նույն առաջարկը արեց Ադրբեջանին, իմջելուց Իսրայելի իշխանությունները դա հենց հստակ ասեցին, որ մենք զարմացած էինք, մենք չէինք հավատում, որ Ադրբեջանը կընդունի մեր առաջարկը, քանի որ Ադրբեջանը շիա են, հա, եւ տրադիցիոն ձևով համարվում է, որ շիաները պիտի որ Իրանի հետ լինեին, հա։ Ասում եմ, բայց ես հարցազրույցը կարդացել եմ, ասում եմ, բայց մենք որոշեցինք դա փորձել, ասում եմ, մեզ առաջարկեցին, մենք դա որոշեցինք փորձել, նացինք առաջարկեցինք Ադրբեջան եւ նրանք դա ընդունեցին մեր առաջարկը, դիմացը
այսինքն ոչ միայն զենքը գնեցին, մենք գիտենք, հա, որ միայն զենքը չի, որ Իսրայելը տրամադրել է, այլ նաև ինստրուկտորներ են, հա, տրամադրել, ԱԹՍ-ների ինստրուկտորներ են տրամադրել, ամենդեպքում 2016-ին հաստատ նրանք մասնակցել են, որտեղ քրեական գործեր Իսրայելում բացվեցին այդ կապակցությամբ, որտեղ Իսրայելի օրենսդրությունը արգելում է Իսրայելի զինված ուժերին մասնակցել այլ երկրների զինված գործողություններին, հա, իսկ այդտեղ ստացվում է, որ նրանք մասնակցել էին այդ ինստրուկտորները, Ադրբեջանը ստացավ այդ աջակցությունը, այդ օգնությունը եւ դիմացը Իսրայելին Ֆիզուլիում տրամադրեց ռազմաբազա։ Այս կապակցությամբ հա բոլոր սիրում են, հենց մի հատ Իսրայելի ուղղությամբ մի թեթև մի հատ մի դրական խոսք է մեր կողմից հնչում Հայաստանից, հա, այնտեղ մի քանի տարի առաջ այնտեղ փորձել էին բան բացել, հա, Հայաստանի դեսպանատունը արաբական, Եգիպտոսից։ Կարծեմ մեր դեսպանատունը Իսրայելում Եգիպտոսում է գտնվում ֆիզիկապես։ Գուցե սխալվում եմ, բայց ինչ որ մի արաբական երկրում է, շատ տրամաբանական բան է, մենք դա կոչում ենք Իսրայելի դեսպանատուն, բայց ինչ որ արաբական երկրում ենք ֆիզիկապես դա տեղակայել։ Կարծեմ փորձարվեց դա տեղափոխել Իսրայել ու այդ կապակցությամբ այնպեսի վայնասուն բարձրացավ այս հայկական հասարակություն, որ մեր բարեկամ Իրանը հիմա կտշնամանա մեզ հետ, բլա բլա բլա, նույնը բնականաբար արվեց, նույն աղմուկը բարձրացվեց նաև այդ Իսրայելի կողմից զենքի առաջարկի կապակցությամբ մեզ, հա, բայց մենք ինչ ենք տեսնում մենք արդյունքում Ադրբեջանը ոչ միայն ստացել է զենքը Իսրայելից, հա, նաև ինստրուկտորներին, այլ նաև ռազմաբազա տրամադրել Իսրայելի հենց Իրանի քթի տակ, Ֆիզուլին դա սահմանն է Իրանի հետ ու ինչ է անում Իրանի պատասխան արդյոք Իրանը թշնամացավ Ադրբեջանի հետ նշենք որ հենց Իրանը առաջիններից մեկն էր որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Հայաստանի ճանաչումից հետո շնորհավորեց եւ ընդ որում շատ բարիդրացիական հարաբերություններ կան Իրանի եւ Ադրբեջանի իշխանությունների միջև Այո, բացի դրանից Իրանի դեսպանը վերջերս գնաց Շուշի, այնտեղ չգիտեմ ինչ միջոցով սնացեց, այսինքն ոչ միայն չվատացան հարաբերությունները, ոչ միայն չնեղացավ Իրանը Ադրբեջանից Իսրայելին ռազմաբազա, նայեք մենք Գյումրիում ընդամենը պահեստ պիտի տայինք, որը ռազմական ոչ մի բան նշանակություն չէր ունենալու, պահեստ, բեռնափոխադրումների պահեստ, իսկ Ադրբեջանը ռազմաբազա է տրամադրել ու հենց այդ ռազմաբազայից վերջին պատերազմի ժամանակ Իրանի դեմ, հա, Իսրայելա-ամերիկյան պատերազմի ժամանակ Իսրայելը եւ ԱԹՍ-ներ էր բաց թողնում եւ լրտեսություն էր անում, այսինքն այնտեղից ԱԹՍ-ները բաց էին թողնում, նրանք գնում էին, նկարում էին, ամբողջ տվյալները փոխանցում էին, բացահայտ թշնամական գործողություններ են արվել Ադրբեջանի տարածքից Իսրայելի կողմից ընդդեմ Իրանի, բայց Իրանը միակարգի սեր է տածում դեպի Ադրբեջանը։ Ինչու՞։ Ինքան պարզ բան է, ինչու՞, որովհետև պետություններն իրենց շահով են առաջնորդվում, այլ ոչ թե մերպես զգացմունքներով կամ նորից դրսից կառավարումով, հա, որովհետև Իրանի շահը տարածաշրջանի ուժերի հետ է։ Եվ հիմա հենց այս կոնտեքստում, երբ Հայաստանը Պաղեստինի անկախությունը ճանաչեց, հետաքրքիր է, ինչու Իսրայելը դա հաշվի չառավ, որ այդպես Հայաստանը ճանաչել է Պաղեստինի անկախությունը, ինչու ես պետք է ճանաչեմ հայոց ցեղասպանությունը։ Որովհետև իր շահը ընդդեմ Թուրքիայի ավելի գերակշռում է, քան փոքրիկ նեղացվածությունը ընդդեմ Պաղեստինի, որովհետև Պաղեստինից հեսա ոչինչ չի թողնի Իսրայելը։ Կճանաչի Հայաստանը Պաղեստինի անկախությունը, չի ճանաչի։ Դրանից Իսրայելին մի քանի ամսից արդեն այլևս ոչ տաք կլինի, ոչ սառը։ Իսկ ցեղասպանությունը ճանաչելը դա լծակ է Թուրքիայի վրա ու ես նույնից եմ ասում ես հույս ունեմ որ դա ինչ որ երկարատև գործողություն է ինչ որ երկարատև պլան է ոչ թե ինչ որ մի փոքրիկ բան կստանա Թուրքիայից ու կվերջանա դրանով բայց ես ուզում եմ հետ վերադառնամ տարածաշրջանի ուժերի գաղափարին հա մեզ 30 տարի մենք ունեցել ենք Արցախը ու դիտավորյալ թե անգիտակից ձևով մենք չենք իմացել դրա արժեքը, դրա գինը։
մեզ ներկայացվել է դա, հա, ոչ ուղղակի ձևով, բայց տակից անուղղակի ձևով մեզ դա ներկայացվել է որպես բեռ։ Ամեն հարմար ու անհարմար առիթով մեր ականջին կաթացվել է, որ դե բա բանակ ենք պահում, դուք էս չունեք, որովհետև մենք բանակ ենք, ձեր տնտեսությունը չի զարգանում, որովհետև փողը գնում է բանակին, որովհետև փողը գնում է Արցախին, եւ այլն եւ այլն։ Հա, ուղիղ չի ասվել, որ Արցախը բեռ է, բայց մեզ կաթացվել է այդ միտքը, որպեսզի այսօր, երբ որ մեկը կգա ու ուղիղ կասի, որ Արցախը բեռ է, այդ միտքը մեր մեջ արդեն արձագանք կգտնի, հա, դրական եւ դա այո, Արցախը բեռ էր, հա, Արցախը բեռ չի եղել։ Արցախը մեր գոյության որպես պետություն, մեր գոյության անհրաժեշտ պայմանն է եղել։ Արցախը դա այն քաշն էր, որը Հայաստանին ապահովում էր պետության ստատուս։ Արցախով դու ունես այդ ճանապարհը Իրանից դեպի Վրաստան, դեպի Սևծով, դեպի Եվրոպա։ Ինչ կտանեն այդ ճանապարհով, այդքան էլ նշանակություն չունի, հա։ Ուզում ա թող միջուկային զենք տանեն, ուզում ա թող չինական խաղալիքներ տանեն։ Այդ ճանապարհը միշտ գին ունի, միշտ արժեք ու միշտ քաշ ունի։ Ում պատկանում է այդ ճանապարհը, Նայլ Կովկասի որոշողն է։ Արցախով այդ ճանապարհը մերն էր։ Սյունիքով այդ ճանապարհը մերը չի եւ մենք դա հիմա տեսնում ենք։ Այո, մենք այնտեղ ունենք 30 կիլոմետր լայնությամբ տարածք, այո, դա դեռևս մերն է, բայց փաստը այն է, որ փաստացի մենք այդ ճանապարհի տերը չենք։ Այդ ճանապարհում հիմա թրիփ են խաղացնում, հա, Զանգեզուրի միջանցք են խաղացնում, ինչ ասես խաղացնում են, որովհետև փաստացի գետնի վրա մենք այլևս չենք կարող այդ ճանապարհի տերը լինել, որտեղ 30 կիլոմետր լայնությամբ ճանապարհը չի կարող այլևս մեզ պատկանել։ Դա պատկանում է նրան, ով ուժ ունի այդ ճանապարհը վերցնելու։ Անկախ նրանից, դա հիմա ռազմականապես, ֆիզիկապես վերցնում են, թե չէ, բայց Պաֆակտու իրանք արդեն տիրում են, նա ով ուժեղ է, նա էլ տիրում է այդ ճանապարհին, մենք չենք տիրում։ Իսկ Արցախի հետ, երբ որ Սյունիքը Արցախի հետ էր, նա քաշ ուներ, նա լայնություն ուներ, նա խորություն ուներ, հա, նա տակտիկական եւ ռազմավարական խորություն ուներ ու պատկանում էր մեզ, հետևաբար պատկանում էր մեզ, դա էր մեզ պետության քաշ տալիս։ Տվել են իրանց վահանը, հա, իրանց ամրոցը, տվել են ուրիշին ու հիմա գնում են այդ ուրիշից խաղաղություն ու ողորմություն են խնդրում։ Արցախի հողերը տվել են ուրիշին, որտեղ մենք ցորեն ու հացահատիկ էինք աճեցնում, հա, ու գնում ենք ուզբեկներից ու չգիտեմ ինչից Ադրբեջանի տարածքով հացահատիկ ենք ուզում։ Սա մի անհավանական անգիտակցության արդյունքներ է ու միշտ այդպես այնելու, որովհետև նորից վերադառնում ենք նրան, որ բացասական սելեկցիայի միջոցով մեր միջից վատագույններին, մեր միջից տգետագույններին ընտրվում ու բերում նշանակում է մեր իշխանություն, որը երբեք իշահ մեզ չի գործելու, այլ գործելու է միայն իշահ նրա, ով իրեն նշանակել է այդ պաշտոնին եւ ով իրեն պահում է այդ պաշտոնին։ Լուսնե, մեր տարածաշրջանում ընդհանրապես շահերի բախումը շատ մեծ է, որովհետև եթե իհարկե մենք դիտարկում ենք Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը այն ռակուրսից, որ Թուրքիայի կողմից կա ռետորաբանություն ընդդեմ Իսրայելի, հա, երբ Էրդողանը, հա, որպես կառավարության ներկայացուցիչ հայտարարում է, որ ինչպես Լիբիա մենք մտանք, ինչպես Արցախ մտանք, այնպես մենք կարող ենք Երուսաղեմը վերցնել, եւ հետաքրքիր է, որ Նաթանյալն ուղղակի չի անցնում այդ հայտարարություններով, նույնիսկ ստիպեց, որ ԱՄՆ նախագահը ուշադրություն դարձնի այդ բառերին, որովհետև ասաց, թե եթե նման հայտարարություններ արվում է մեր ժողովրդի եւ Իսրայել պետության նկատմամբ, մենք պետք է հասկանանք, որ դա լուրջ է։ Բայց հիմա այստեղ կա Թուրքիա-Իսրայել այդ հարաբերությունների սրում, միևնույն ժամանակ մենք ունենք մեզ հարևան բնական դաշնակից Իրան, որի հետ նույնպես կոնֆլիկտ ունի Իսրայելը։ Այս դասավորության մեջ ինչպես է կարողանալու Հայաստանը հաշվի առնելով, որ ուղիղ արտաքին կառավարման մեջ է, իր ճիշտ դիրքավորումը ունենա, որպեսզի կարողանա թեկուզ կարճաժամկետ այս թոհուբոհի մեջ, այս շահերի բախման մեջ ուղղակի ոտնատակ չընկնի։
Գիտեք, ինձ թվում է, էլի ես կարող եմ այստեղ սխալվեմ, բայց ես ենթադրում եմ, որ եթե այս վարկածը ճիշտ լինի, այսինքն եթե Իսրայելը տեսնում է այստեղ իշխանության թուլացում, այսինքն բաց տեղ է սկսում տեսնել, Ռուսաստանի, այսպես ասած, մի քիչ հետ քաշվելով, որտեղ եկեք խնդրում եմ այս փաստանպայման ֆիքսենք, հա, որ Ռուսաստանը դուրս չի եկել տարածաշրջանից։ Ռուսաստանը պարզապես թույլատրել է իր ազդեցությունը, դա փոխարինելով Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցությունով։ Սա միշտ պետք է ենթադրել, որ այն պահին, երբ որ Թուրքիան թուլանում է, միշտ պերիֆերիաների, հա, ծայրամասերի, այսպես ասած, իսկ ես արդեն նշեցի, մենք կալուգա ենք, մենք ծայրամաս ենք Ռուսաստանի համար, ծայրամասերի կառավարումը, որոնք դառնում են ռեսուրսատար, հա, ժամանակատար, գլխացավանք եւ այլն, նա հանձնում է Թուրքիային։ Այնքան տարածք է Ռուսաստանը հանձնել Թուրքիային։ Սիրիան հանձնեց Թուրքիային, հա, Իսրայելը Կիպրոսը հանձնեց Թուրքիային, Սերբիան հանձնեց թուրքերին, հա, Լիբիան հանձնեց թուրքերին, Մալին հաջողացրեց հանձնել թուրքերին, հա։ Ես չգիտեմ, արդյոք կա ինչ-որ միտեղ, որտեղ Ռուսաստանը ոտք դրել ու դեռ չի հանձնել թուրքերին։ Ինքը առևտուր է անում դրանով, ինքը հավես չունի այս բաների ծայրամասերի հետ գլուխ դնելու, հա, մանավանդ այն ժամանակ, երբ որ իր գլուխը խառնազբաղված է, բնականաբար ինքը այս տարածքները հանձնում է Թուրքիային։ Եթե ստացվի այնպես, որ Իսրայելը այս պահը գնահատում է որպես Ռուսաստանի թուլացում, այսինքն բաց տեղի, դատարկ տեղի առաջացում եւ փորձում է ինքը զբաղեցնել այդ դատարկ տեղը, ապա սա մեր համար միանշանակ դրական է։ Չէ, ոչ այն պատճառով, որ ես հրեաներին շատ եմ սիրում, չէ, ես հրեաներին բացարձակապես չեմ սիրում։ Եվ ես ընդհանրապես ոչ մի ազգի չպետք է սիրեմ բացի իմից, ոչ ոքին պարտավոր չեմ սիրել, ես նույնիսկ ֆրանսիացիներին չեմ սիրում։ Ну, չեզոքեմ։ Ինչ որ մի ազգի պետք չի սիրել, հա, պետքա պարզապես ուրախանալ կամ չուրախանալ ինչ որ մի պետության քաղաքականությամբ, այլ ոչ թե ազգին սիրել։ Եթե տարածաշրջանում Թուրքիային հակակշռող եւս մեկ ուժ է առաջանում, նույնիսկ եթե իրանք, այսինքն ես նկատի ունեմ Իրանն ու Իսրայելը, հա, նույնիսկ եթե իրանք մրցակցության մեջ են, դա միանշանակորեն դրական է, որովհետեւ Իրանը ցավոք սրտի, որպես հակակշռող ուժ Թուրքիային անընդհատ թուլանում է։ Անկախ նրանից, որ ինքը այս պահին կարողացավ դիմադրել, դիմակայել, հա, Ամերիկա-իսրայելյան հարձակմանը Թուրքիայի հետ, որտեղ ինքը կախվածության մեջ է, որտեղ ուղիների մասով ինքը կախվածության մեջ է Թուրքիայից։ Իր ուղին մենք պիտի լինենք, մենք չկանք որպես ուղի, հա, տվել ենք թրիփին, այսինքն Ամերիկային ու Թուրքիային ենք տվել։ Չկա այլևս այստեղ Իրանի անկախ ուղին դեպի Եվրոպա, այլևս գոյություն չունի։ Մենք ինքներս ենք Իրանին գցել կախվածության մեջ Թուրքիայի։ Արցախի հանձնումով։ Այո, մենք ինքներս ենք Իրանին թուլացրել ու դարձրել։ Դրանից էլ հենց Իրանը այդպես փափուկ է Ադրբեջանի հետ։ Դրանից էլ չի չարանում, չի բարկանում, ոչ մի ուլտիմատում չի նե, այլ հակառակը գնում է սկսում է քծնել եւ այլն, հա, որովհետեւ մենք ենք թուրացրել Իրանին։ Մենք միայն խոսում ենք, հասկանում եք, Իրանը մեր բարեկամն է, մենք չենք կարող բարեկամ ունենալ, որովհետեւ մենք գրավված պետություն ենք, հա, մենք գաղութ ենք, գաղութը բարեկամ չի կարող ունենալ։ Մենք թուլացրել ենք Իրանին, մենք տվել ենք այդ օզերը, այսպես ասած, Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքը, նա ստիպված գնացել է արդեն Թուրքիային ու Ադրբեջանին բան անում, շողոքորթում է եւ իր դիրքերը թուլացել են, ինքը ի վիճակի չի իսկապես լրջորեն հակակշռելու Թուրքիայի տնտեսական եւ քաղաքական ազդեցությանը։ Ռազմականին կարող է ի վիճակի է, հա, բայց նրանք տնտեսական ու քաղաքական ազդեցություն ունեն իրենց տարածում, դրան ինքը ի վիճակի չի դիմադրել։ Եթե այստեղ այս իշխանության վակուում ասենք, հա, կոչենք պայմանականորեն, այդքան էլ վակուում չի, բայց այնուամենայնիվ, եթե մենք ընդունենք այդ պաշտոնական բանը տեսակետը, որի փրև Ռուսաստանը հեռանում է այստեղից, եթե Իսրայելը դա այդպես է գնահատել եւ որոշել է, որ ինքը պիտի մասնակցի այդ իշխանության զբաղեցման process-ին ու թույլ չտա, որ Կովկասը ամբողջությամբ անցնի Թուրքիային, ապա դա մեր համար միանշանակ դրական է։ Եվս մեկ ուժ հակակշռող Թուրքիային, դա բնականաբար ոնց կարող է դա բացասական լինի, ոնց կարող է դա նույնիսկ եթե դա Իսրայելն է, ով ուզում է լինի,
եթե դա Եվ Իսրայելը։ եթե մենք նայում ենք Իսրայելի հայտարարություններին, պաշտոնական, որ Թուրքիայի անգամ դիմեց չէ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն է այսօր եւ վաղը Թուրքիայում եւ Նաթանյահուն ուղիղ ասաց, որ F-35-երի եւ այնտեղ ինչ որ հրթիռներ կա դրա մասերը տալը ուղղակի այս տարածաշրջանում հակակշիռների խախտում կլինի, հետևաբար Թուրքիայի կողմից արդեն տարբեր բաներ կարող ենք տեսնել, ըստ այդմ կարելի է ինչ որտեղ գալ այն եզրահանգմանը, որ այստեղ իրոք հակակշիռների ուրեմն հավասարեցում է, որպիսի կարողանան Թուրքիայի, այսպես ասած, ախորժակը զսպել եւ կարծում եմ նաեւ Իսրայելը մտահոգ է նաեւ այն պահով, որ Թուրքիայի կողմից տարբեր ռանգի ներկայացուցիչների կողմից եղել է արտահայտություններ, որ հենց Զանգեզուրի միջանցք է թուրքական աշխարհի միացում է, կարծում եմ դրանով մտահոգված է նաեւ Իսրայելը, ինչ ես կարծում։ Սա ենթադրություն էր, որը կար հենց այն պահին, երբ որ Իսրայելը մասնակցեց Իրանի ուղին կտրելուն, հա, այսպես ասած, Արցախը վերցնելուն, որտեղ իր տեսակետից դա Իրանի ուղին կտրել էր։ Հենց այդ պահին իսկ արդեն հարց էր ծագում, բա եթե դու դեմ ես Իրանի ուղուն դեպի Եվրոպա, ապա ո՞նց ես կողմ Թուրքիայի ուղուն դեպի Միջին Ասիա։ Դա նույն բանն է իրականում։ Նույն բանն է տարբեր տեղերով, եթե դու Իրանի ուղում դեմ ես, բա Թուրքիայի ուղում ո՞նց ես կողմ։ Ես հուսով եմ, որ այդ իմ ենթադրությունները սխալ չեն եղել։ Մի քիչ վաղը այս պահին դեռևս Իսրայելի իրական նպատակները գնահատելու համար, որտեղ նոր է, հա, ինչ որ փոփոխություն տեղի ունեցել, սա մի շաբաթվա պատմություն է, ու մենք էլ Իսրայելի քաղաքականությանը այդքան էլ ծանոթ չենք, հա, օքեյ, ես շատ լավ հասկանում եմ, թե Ռուսաստանն ինչ է անում։ Դա արդեն այնքան պարզ է, ասենք, բաց ափի նման պարզ է, հա, բայց Իսրայելի ու նույնիսկ Ամերիկայի քաղաքականությունը դեռ այդքան էլ հասկանալի չի, մանավանդ այսպիսի վաղ փուլում։ Ինձ թվում է, եթե մի փոքր սպասենք, հնարավոր է, որ մեր դրական սպասելիքները արդարանան։ Ես շատ հուսով եմ, որ Իսրայելը կփորձի հակակշռել Թուրքիային, իսկ եթե նման բան տեղի ունենա, ապա Թուրքիայի պլանները Զանգեզուրով ու Հայաստանի վրայով ու Հայաստանի հաշվին, որտեղ դա Զանգեզուր չի լինելու միայն։ Դա մի հատ ճանապարհ չի լինելու, հա, ասենք թե 300 մետր լայնությամբ ճանապարհ չի լինելու, դա ամբողջ Հայաստանի հարավի կեսի հաշվին այլնելու, այսինքն Հայաստանը դադարելու է գոյություն ունենալ։ Նման պլաններ կան, հա, Հայաստանը կիսելու այդ հարավը ռուսներին հանձնելու, որոնք էլ թուրքերի հետ միասին կսկսեն վանանել, դա կառավարել, հյուսիսն էլ ուղիղ Ադրբեջանին հանձնելու, պարզապես կներկայացնեն, երկուսում էլ կլինեն երկու ուժերը, պարզապես մեկում գերակա կլինեն ռուսները, մյուսը կլինի երկրորդային դեր, մյուսում հակառակը կլինեն թուրքերն ու ադրբեջանցիները գերակա դերում, իսկ երկրորդային դերում կլինեն Ռուսաստանը։ Այս պլանը Ռուսաստանը ունի, այս պլանը միշտ ունեցել, 100 տարի արդեն ունի, հա, նորություն չի, որ Քյունիքը փորձել է նվիրել Ադրբեջանին, ոչ մի նոր բան։ Բայց եթե այստեղ իսկապես հանկարծ Իսրայելը որոշել է հակակշռել Թուրքիային, այսինքն վտանգ է տեսել Թուրքիայի այս տարածման մեջ դեպի Կովկաս, ապա նման դեպքում Թուրքիայի այս նեոօսմանական պլանները լուրջ խոչընդոտի են հանդիպելու, որտեղ Իսրայելը դա լուրջ խոչընդոտ է, լուրջ ուժ է ու լուրջ խոչընդոտ է։ Սա միայն դրական է։ Այնքան արագ է փոփոխվում, կարելի է ասել ժամերի ընթացքում է տարածաշրջանում ամեն բան փոփոխվում, մի եզրահանգման են գալիս, որ հայ ժողովրդին պետք է դիմանալ, դիմակայել, միջև որ հասկանալ, թե ուժային կենտրոնները ինչ դասավորություն կունենան եւ ըստ այդմ Հայաստանի ճակատագիրը ինչպես կորոշվի, այո։ Գիտեք ինչ, ինձ թվում է 1918 թվին, ես չեմ անում դրսից է դա այդպես ստացվել, թե ներսից է ստացվել, եւ ոչ միայն 18-ին, հա, 1940 թվի շրջակայքում նույնպես, մենք ունեցել ենք անհատներ, որոնք այդ ուժային կենտրոններ, աշխարհի ուժային կենտրոններում գործել են մեր շահերից ելնելով։ Դրանք եղել են անհատներ, դրանք չեն եղել պետության ներկայացուցիչները։ Դա նացիստական ժամանակաշրջանում դա եղել են Նժդեհն ու Դրոն Եվրոպայում, հա, որոնք
կարողացել են օրինակ մասնավորապես հայերին հանել նախատեսվող, ցեղասպանվելիք ազգերի ցուցակից։ Հայերը այդ ժամանակ համարվել են սեմիտական ազգ եւ հրեաների եւ գնչուների հետ միասին ներառված են եղել ցեղասպանվելիք ազգերի ցուցակում։ Եվ միայն Նժդեհի եւ Դրոյի գործունեության շնորհիվ, որ հայերը այնտեղ ներկայացվել են, փոխվել է կարծիքը, սեմիտականից մենք այնտեղ սկսել ենք ընդունվել որպես արիական ազգ եւ հետեւաբար դուրս ենք եկել այդ կոտորվելիք ազգերի ցուցակից։ Դա երկրորդ համաշխարհային ժամանակաշրջան, իսկ առաջին համաշխարհային ժամանակաշրջանում մենք ելի ունեցել ենք անհատներ, մասնավորապես Նուբար Փաշան, որը Եվրոպ Բրիտանիայում արդեն գործելիս է եղել մեր շահերից ելնելով։ Ես չեմ կարող ասել, դա այդ անհատների բանն է եղել, կոնկրետ ինիցիատիվան է եղել, թե դա էլի կողքից, ասենք, չգիտեմ, հույները, կամ չեմ ով օգնել է, աջակցել է, գլխի ակցել, որովհետև հույները առաջին համաշխարհային ժամանակաշրջանում շատ են մեզ աջակցել եւ շատ բաներ, այսպես ասած, գլխի գցել, նույնիսկ սովորեցրել, հուշերը երբ որ կարդում ես Հունաստանի վարչապետի այդ խեղճ մարդը նստած բառացիորեն մեր դաշնակի իշխանությանը բար ասելիս է եղել, թե որ հանդիպմանը, որ բանակցություններին ինչ խոսան եվրոպական, ասենք, Բրիտանիայի կամ եվրոպական այլ երկրների մասին է խոսքը, ինչ խոսան, ինչ ասեն, ինչ խոստանան, երևի պիտի պարզապես դիմանալ, սպասել, մինչև ուժերի դասավորվածությունը դրսում եւ իրադարձությունները մի փոքր իօգուտ մեզ վերափոխվեն ու դասավորվեն։ Շնորհակալ եմ, հարգելի Լուսինե։